Ձիանառատ տեղումներն ուրբաթ դարձյալ կոլապսի էին ենթարկել ամբողջ մայրաքաղաքը, բազմաթիվ հատվածներում առաջացնելով 10 բալանոց խցանումներ։ Ըստ Yandex-ի ու Google-ի քարտեզների գրանցվել են բազմաթիվ ավտովթարներ։ Մերկասառույցի պատճառով վարորդները երթևեկել են չափազանց դանդաղ, բայց շատ դեպքերում դա էլ չի փրկել վթարներից։ Այդպիսի մի դեպք պատահել է Կոմիտասի պողոտայում մեզ հանդիպած երիտասարդի հետ, որը չցանկացավ կադրում երևալ, բայց պատմեց, որ տուն վերադառնալիս իր մեքենան սահել է հարվածել դիմացի մեքենային։ Սղացիր երեք, այսքան տակը սա սառույց է, երեք էլ դե ձունը որ գալիս էր, չէր ջոգում որտեղ է սառույց։ Չի պահում ավտոյի տորմուզները, գնում ես խփում ես։ Ավագանում Մայր Հայաստան խմբակցության անդամ Գրիգորի Սկանդարյանը հիշեցնում է գործակարգավարական նիստերից մեկի ժամանակ քաղաքապետի հայտարարությունը։ Ավինյանը հորդորում էր տուգանել բոլոր այն տնտեսվարողներին, որոնք հանդգնել են չմաքրել իրենց օբյեկտների հարակից տարածքները։ Տիգրան Ավինյանն էլ իր ձնամաքրման աշխատանքներն է տապալել, հետևաբար կարծում եմ իրեն էլ պետք է տուգանել։ Նրանք ուղղակի կոմպետենտ չեն աշխատել այն պաշտոններում, որտեղ աշխատում են։ Չնայած քաղաքապետարանին ենթակա կառույցներն օրվա ընթացքում երեկոյան եւ ամբողջ գիշերը տեսանյութեր էին տարածում մաքրման ինտենսիվ աշխատանքների մասին, Իսկանդարյանը պատմեց, որ երեք մի քանի ժամ շրջել է մայրաքաղաքի փողոցներում, սակայն ձյուն մաքրող, աղ ու ավազ շաղտվող որևէ մեքենայի չի հանդիպել։ Քաղաքապետարանը ռեսուրսները ծախսում գնում է եւ մաքրում է կառավարական շենքի մոտակայքը միայն, այլ ոչ թե այն մայթերը, որտեղով քայլում են մեր քաղաքացիները, թոշակառուները։ Ճիշտ կլիներ, որ կառավարության շենքի կողմը Նիկոլը իր աշխատակազմով դուրս գային եւ ինչպես իրանք են սիրում ասել, հայդե ձուն մաքրել։ Երեկվա համեմատ այսօր երթևեկելի գոտում ձյան շերտը տեսանելի չէր։ Ավագանու անդամի գնահատմամբ ոչ թե կատարված աշխատանքների շնորհիվ, այլ եղանակի տաքացման։ Մայթերին բակային հատվածներում ձյան եւ սառցի շերտը պահպանվում է։ Բակերը ահավոր վիճակ է, անտանելի է բակերում։ Մայթերը ընդհանրապես Կոմիտասում ես ոչ միտեղ մաքրած չեմ տեսել։ Եթե ինչ-որ մեկը բողոք ինչ-որ բան ասի, կարող է գան երկու լապատկա ավազաղը շփեն, թողեն գնան։ Ուրախակի մարդ ինքս իմ ներկայությամբ ընկել եմ։ Շատ զգուշ, իրիկունները որ սառում է, աշխատում եք դուրս չի գտնում։ Չեն մաքրում, սառույց, մի երկու հատ ցենց ավազ են, ոչմ շաղ են տալու, всё, это։ Եթե մենք էլ մի քիչ անզգուշաբար քայլենք, բան կարող ենք էլ ընկնենք։ Դուք ես զգուշ քայլեք։ Քաղաքապետարանը 2025 թվականին 5.7 միլիարդ դրամ է տրամադրել իր ենթակա հիմնարկին աղբահանության եւ ձնամաքրման աշխատանքների համար։ 2026-ին բյուջեն ավելացրել են 800 միլիոնով, սակայն պատկերն ըստ Իսկանդարյանի նույնն է մնացել։ Արփի Ռափյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոնի համար։